Ժողովրդի ԿՊԱ-մերձ աղբյուրները փոխանցել են, որ իշխանությունները Գարեգին II վեհարանից հեռացնելու կոնկրետ պլան ունեն։ Ըստ աղբյուրի Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ չնայած իրողությանը, որ վեհափարի հրաժարականին հասնելը անհավանական է թվում, շատերի համար իրենք դրան հասնելու են։ Իշխանությունն անգամ պատրաստ է հակաեկեղեցական բողոքի ակցիաներ իրականացնել, եկեղեցու ներկայացուցիչներին անդադար ներկայացնել, իբրև թե հակապետական անձանց ամեն գնով հասնել վեհափարի հեռացմանը։ Թերթը հիշեցնում է, դեռ մայիսի 30-ին Փաշինյանը Facebook-ի էջում սկանդալային գրառում էր արել, թե սրբազան գնա, շարունակիր մեջբերում եմ քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես, եւ շուրջ 1 ամիս է Փաշինյանը ամեն օր գրառումներ է անում հոգեվոր հայրերի մասին, բավականին կոպիտ բառապաշար օգտագործում Գարեգին II-ին հարց ուղղում նրա զավակ ունենալ չունենալու վերաբերյալ ու պահանջում լքել վեհարանը։ Ըստ աղբյուրի Փաշինյանը նույն կերպ շարունակելու է ճնշել հոգևորականներին, վեհափարին, հատկապես Գարեգին II-ի Լևոն Տեր-Պետրոսյանի տուն 3 այցելությունից հետո, ինչպես հայտնի է, առաջին նախագահին Փաշինյանի տիկինը կոշտ վիրավորանքներով հիշատակեց. մեջբերում եմ մեռելիս դաչից մինչև գիտնական ոչիլ։ Մեջբերման ավարտը։ Հրապարակը գրում է իշխանության մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ ճակերտավոր հեղաշրջման պլանը խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել իրականում Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին նստել Բագրատ Սրբազանի պոչին 1 տարի շարունակ օպերատիվ տվյալներ էին հավաքագրում։ Իդեպ գաղտնազերծված փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատվածը նշված է 24 թվական, հետևաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային, այլ անցյալին է վերաբերում։ Ըստ աղբյուրի իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց, ասում են Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիայով ջրել Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված հնարավոր սցենարները։ Մանավանդ Սրբազանն էլ վերջերս հայտարարում էր, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը։ Մայրաթորին մոտ կանգնած հրապարակի աղբյուրն ասել է, թե եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին II-ը դեմ է իրավիճակը սրելուն, նա դեմ է եղել իրավաբանների ու հոգևորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա։ Դեմ է եղել Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն, հայտնի է, որ Կարապետյանը վեհափարի մոտ ընդունելությունից հետո հենց էջմիածնում էր կարճ հարցազրույց տվել մի թղթակցին, նա փորձում է արմատական տրամադրված հոգևորականներին ու հավատացյալներին հնարավորինս կառավարել, հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի, դեռ հույս ունի, որ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է։ Հաստը գրում է նախորդին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մտահոգություն էր արտահայտել Վրաստանում հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ եւ սրմամբ, թերթը մեջբերելով այդ մտահոգությունը նկատում է, թե ինչ է կատարվում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, մենք մեր խնդիրներից խոսենք, բայց հարցն այն է, որ կարդալով պետդեպի գնահատականներն ու ձևակերպումները այնպիսի տպավորություն է, որ առանց տառ ու ստորակետ փոխելու խոսքը Հայաստանի մասին է, բայց ԱՄՆ-ի պետդեպը լուր է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է խորացնել հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում ու կալանավորում է Սարքովի գործերով, իշխանություններին քննադատողներին նպատակային հետապնդման ենթարկում։ Ինչ է ստացվում, եթե Վրաստանում ընդդիմությունը արևմտամետ է, ուրեմն Վրաստանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, իսկ եթե Հայաստանում իշխանություններն են արևմտյան թելթելում, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հայամետ են, պետականության ու ազգային դիրքերում են, ուրեմն Փաշինյանի ռեպրեսիվ գործողությունների վրա կարելի է աչք փակել։ Հրապարակն էլ գրում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ից 7-ը Տալին է մեկնելու Էստոնիայի մայրաքաղաքում մասնակցելու էստոնական մշակույթի փառատոնին, թե ինչ կապ ունի Սիմոնյանը մշակույթի հետ դժվար է ասել։ Ուշագրավն այն է, որ անգամ նրա ղեկավարած պատվիրակությունն այնքան մեծաթիվ չէ, ինչպես նախկինում։ ԱԺ նախագահի պատվիրակությունը 6 հոգուց է բաղկացած, որոնցից միայն Սարգիս Խանդանյանն է պատգամավոր։ Տեղեկություններ կան, որ ԿՊԱ-ականներին ասել են առաջիկա ժամանակներում
տարիներում չբացակայել երկրից։ Հնարավոր է արտահերտ նիստ հրավիրվի հուլիսի 1-ից 4-ը առաջին արտահերտն է լինելու, որի օրակարգում Սեյրան Օհանյանի Արծվիկ Մինասյանի անձեռնմխելիությունից զրկելու նախագիծ է։ Այս տարվա ապրիլին Փաշինյանն էլ էր Էստոնիա այցելել, թերթը հիշեցնում է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Էստոնիայի նախկին վարչապետն էր։